Բալիս ես։ Բալիս ժողովուրդ ջան։ Mən որ ասում եմ կարկուտը ծեծած տեղնած է։ Էսի բայց մի գելի բան չի լինի։ Չէ։ Ոհմակ էլի ոհմակ։ Գելերը որ վրա են տվել, իրանք սա փախնում են մի անկյունի վրա, մի մասը երևի խեղդվել են, էլի։ Քանի հատ ընդհանուր։ Ժողովուրդ իսկ կներեք, գյուղում նախկինում եղել է, այլ սենց դեպք։ Առաջին անգամ է հալնում։ Մի հատ երկու հատ էլի, բայց սենց Սա վարկով վերցված չէ։ Չէ։ Հա մի քանի հոգու էլի, ասենք մի հոգու չի։ Ստե այդքան կա, հա 300-ի ցավը։ Կեսել ոնց որ ձակով են, չէ։ Չէ, հղի էլ կա, էլի։ Ժողովուրդ իսկ մարզպետարան բան ասել եք։ Մարզպետարանից եկել են։ Էսի Սևան խոշորասած համայնքի մեջ է մտնում։ Ուր են էկոնոմիկայի նախարարը ասում էր գյուղացու թիկունքին ենք, այ դե հիմի արի ապացուցի, որպես համաճարակաբան ես ներկա եմ զանգել են ու 15 րոպե տոստեր են եղել։ Ես ուրիշ բան եմ ասում։ Էկոնոմիկայի նախարարը բայց եմ ասում էլի։ Միշտ ասում է մենք գյուղացուն մենակ չենք թողի։ Այ մի ապացուցի, որ մենակ չես թողի։ Այն ասածը էդ է էլի։ Պապոյան, չէ։ Գյուղի ժողովրդի ոչխարներն ա միտեղ պանում եք, չէ, տանում եք սարը, դաշտը։ Ասացնում են գիշերը մաստ է։ Ժամը քանիսին տեսակ, որ ես վիճակն ա։ 5:25։ Եկաք, որ հերթական անգամ տանեք դաշտը։ Մի քանի հատ բան ա մնացել։ Խեղճերը, մի քանի հատ բան ա մնացել։ Ստե մի ընդհանուր քանի հատ կլինի մոտավորապես։ 200 ավել էլի, դե իրար վրա։ Մոտ 250-300 էլի այնտեղ ասում էին։ 250-300։ Իրար վրա լսված են, հələ չենք առանձնացել, որ հաշվենք հասկանանք քանակով։ Դե մաս 250-300 դե չենք առանձնացել, եկա։ Դե մի կարող առանձնացեք, պարզվի 300-ից էլ է շատ։ Բայց եմ ասում։ Հələ մի մաս էլ եմ ասում, հղի, որ պետք է ձակը բերեին։ Ժամի 5-ի կողմերը, հա, 5:30։ 5:25 էր, էլա, որ դաշտ տանը, պես ասեմ։ Հունիսի 6-ն է։ Գտնվում են Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի ծաղկունք բնակավայրում, որտեղ առավոտը ժամը 5:20-ից ամբողջ գյուղը շոկի մեջ է։ Այն որ ասում է կարկուտը ծեծած տեղն է ծեծում, հիմա լրիվ այս դեպքն է։ Գյուղի բնակիչների ոչխարները, այդ թվում մայրացուներ էլ կան, չէ։ Այդ թվում մայրացու ոչխարները այստեղ են պահվում եւ ժամը 5:20-ի սահմաններում ով որ խնամում է դուրս է գալիս տանից, որպեսի նորից հերթական անգամ գառներին տեղափոխում եք որտեղ։ Դաշտ, արոտ։ Տանում եք արոտ, տանելու եք արոտ, ոնց որ միշտ լինում է։ Հետո նկատեցիք Առավոտ եկանք, պես նկատեցինք, որ սա դեպքը եղել։ Հիմի ըստ նախնականի մոտ 300-ից ավելի սաղ լսված է իրար վրա։
չէ։ Այո, այո։ Մոտ 300-ից ավելի գառներ էլ եմ ասում, մեծ մասը նաև մայրացու, որ պիտի ծնեին, նման վիճակում են հայտնաբերել։ Դեպքի մասին արդեն գյուղացիները հայտնել են Սևան խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմ, այնտեղից են եկել, էլի 1-2 պաշտոնյաներ են եկել, ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբն է եկել, բաժնի պետի գլխավորությամբ։ Այս պայն հիմա այստեղից խնդրանքով դիմում ենք էկոնոմիկայի նախարարին, պարոն Պապոյանին, ով միշտ գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ հայտնել էր, որ իրենք կառավարությունը վարչապետի գլխավորությամբ միայնակ չեն թողնի գյուղացիներին նման դեպքերում։ Հիմա ցավալի դեպք է տեղի ունեցել, ել եմ ասում, կարկուտը ծեծած տեղն է ծեծում, մարդիկ վարկերով վերցրել, միացել, պահում էին, հիմա հարգելի նախարար, այս պահին մի կողմից ուրախ եմ, որ քարոզարշավը վերջացել է, չեն կարող ասեն, հիմա դուք նախարարին կոչ եք անում, որպեսզի ընտրությունների դեմին օգնության ձեռք մեկնեն գյուղացիներին, հիմա պարզ ասում եմ, սա ապացույց է, դուք կարող եք ապացուցել, որ վարչապետի ասած հանձնարարականը ձեր մոտ օրենք է, ոնց որ ասում են, հիմա դուք կարող եք գյուղացիներին ծաղկունք բնակավայրի, Գեղարքունիքի մարզի ծաղկունք բնակավայրի գյուղացիներին օգնության ձեռք մեկնել, միլիոնների վնասակ, մարդիկ վարկ են վերցրել, վարկերի տակ են, ու հիմա չգիտեն ինչ պիտի անեն, էլ եմ ասում, մոտ 300 չհաշված, եթե ձագերն էլ հաշվես, մայրացուներին հաշվես, շատ է լինելու, մի խոսքով հարգելի Պապոյան, կարող կրկնվում եմ, բայց հիմա կարող եք ապացուցել, որ իրոք ձեր խոսքը գործ է, գյուղացուն միայնակ չեք թողնի։ Նախկինում եղել է նման դեպքեր գյուղացիները նշում են 10, 12, 15, բայց համատարած այսպես, որ գայլերի հարձակման արդյունքում այսքան գառներ սատկեն, սա առաջին անգամա, չէ, եղել է մի երկու դեպք։ Ասես մասսայական չի էլ էսեն շատ։ Սևանի համայնքապետարանից էին եկել, մարզպետարանից էլ էին եկել։ Հա, մարզպետարանից դեռ չեն եկել։ Հարգելի կառավարություն, խնդրանք, գյուղացուն գոնե այս հարցում գյուղացուն միայնակ մի թողեք։ Սող, հենա մի քանի հատ տենում ես փորով են, էլի հղի են։ Նայում ես հենա քանի հատ հղիներ կան ձակ։ Ստենանցա, որ երկու բան շերտ իրար վրա լսված են, էլի, սենց։ Տակը կարող 3 շարքել, 3, այնտեղ կարող 3 շարք իրար վրա լցածել են, էլի։ Սենց քեզ թվում է քիչ է, բայց մոտ հեսա որ առանց, այ դեզի նման լցված է, հիմա որ առանձնացնեն, սա հաթաթ Առավոտի 5-ից կես տես տանում եք, իրիկունը հետ եք բերում, չէ։ Իրիկունը հետ ենք բերում, սենց տեղավորում ենք, ստեղ առավոտ ելեր ենք, տեսել ենք այս վիճակում։ Սենց ենք։
Թե ինչ, այն նրանք մի քանի հատ մնացել են, նրանք է վիրավոր են։ Նրանք չես հույս չկա, որ նրանք կապրեն։ Վիրավոր էսա։ Հույս չկա, որ կապրեն։ Շներ չկային։ Դրանք ոմակով են եկել։ Մի գելի բան չի։ Հեսա ձակուկը, վայ։ Մի ինչ գիտես ձակուկ ջանքու մերն էլ չի սատկե։ Սենց են գետում։ Իսկ շնել։ Նայ ոտը։ Այսը տես ոտը բան է եղել։ Էդ էլ եմ ասում, որ սաղը մնացել կաղա սատկեն խեղճերը։ Դերից են մի քիչ։ Դրսից մի քիչ։ Հիմի սպասում եք գան, որ հաշվեն, չէ։ Արձանագրություն գրել։ Մարսպետարանից ով էր։ Հիմա դիմել եք արդեն մարսպետարան, տեղեկացրել եք խնդրի մասին։ Արդեն տեղեկացված է, հիմա այդ հետագա գործողություններն եք ուզում անենք, համարները անենք, արձանագրենք, որ հասկանանք, որ բնակիչին քանի հատ է եւ այլը, որ արդեն իսկ հետագա ընթացք հասկանանք։ Դե մարսպետարանը կարա դիմի կառավարություն էլի, որտեվ սեմ դեպքն է, որ պիտի իրոք կանգնի գյուղացի թիկունքին էլի։ Բոլորիս խնդրանքն է եւ ամբողջ տարվա գյուղացի ամբողջ տարվա եկամուտը ոնց որ մի պայթրակ զրոյացվում է, էլի։ Հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերել։ Կներկայանաք։ Ես ծաղկում բնակավայրի վարչական ղեկավարին։ Ասում եմ ասել։ Չպիտի նես խրճուղացի։ Էկոնոմիկայի նախարարից գալու է այստեղ։ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի փողակից մարզի համաճարակաբանն եմ Սևան տարածաշրջանի Էլիզբարյան Արշակ։ Հիմա դուք էլ պետք է տեղեկացնեք։ Ես արդեն Ում եք տեղեկացրել։ տեղեկացրել եմ ԳՑԿ-ի անասնապահության ԳՑԿ-ն կբացեք։ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը արդեն տեղյակ էկոնոմիկայի նախարարության կառույցն է։ Հիմա իրանք արդեն նախարարություն կտեղեկացնեն էլի։ Լրիվ։ Մնաց բարի կամ դրսևորեն նախարարությունը։ Իսկ որ ուզենան կարան էլի։ Դե բնական է այս դեպքը պետք է փոխհատուցվի։ Հիվանդություն չի, որ մի հիվանդությունից սատկել է մի կենտրոնի գյուղի ամբողջ նախինն է։ Հիմա շատ ներողություն գյուղացին գելին տենար խփեր կասեին խի խփեցիր այ աբրես հիմա գյուղացու վարկերով տները վարկի տակ դրած մարդիկ պահում են որ եթե փոխհատուցում չանի կառավարությունը չօգնի բարի կամ չդրսևորի չօգնի վաղը հարկադիրը գալու է ասի բարև ձեզ սա մեր տունն է հելեք տնից Ամենայն դեպս մարզպետից ու նախարարից շատ բան է կախված էլի որ ուզենան հա էլի Արցնավոր պետք է ապարտադիր կան մարզպետներ որ օգնել են անուններ չտան որ չասեն այդ մարզպետներին եմ գովում հիմա էսի այն բանա որ մարզպետն ու նախարարը հաստատ
ցանկության դեպքում կօգնեն էլի։ Ասա որտե ատան փորի մանգամ։ Ա գալեմ ստե որտե փորի։ Ստե չէ։ Ախի կապ ջիս։ Չէ, պապարոպարփենի։ Էդի արդեն որի երրորդն է։ Բարձեք։ Սա պոյսը փորի տանի համասվալանի։ մի ձեռի տաներ Ասմեն ովոյինն է։ տեղին է բայց կապուտել է դե Չես կապուտում չէ։ Ախպեր ովոյնը ասма իմը երկու հատ բան է իրա դեղին երկու կիլոմետր Այսի ոչ խաչե։ Ես դե գրեմ եք Սամոյի։ Անդե կային, պա 237 Բարը ես կա Այս պայն արդեն Սևանի քաղաքապետարանի գյուղ բաժնի պետի եւ անասնաբուժի գլխավորությամբ հաշվում են արդեն գյուղացիների հետ ինչքան ոչխար, ինչքան մայրացու գար, ինչքան ձակուկ սատկել ու հիմա տեղափոխում են բեռնատարների մեջ, որպեսզի տանեն արդեն ինչ-որ գյուղի մի վայրում փորման աշխատանք են կատարում, մոտ 5 մետր խորությամբ պիտի փոսփորեն եւ թաղեն։ Ըստ նախնական տեղեկությունների գյուղացիներին պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնաս։ Տեսնենք, հույսով լինենք, որ Գեղարքունիքի մարզպետն ու էկոնոմիկայի նախարարը իրոք սատար կկանգնեն տուժած գյուղացիներին։ Խոսը որտե պետք է կանգնի։ Տրակտորը կայնա։ Ուսը հաշվում են Սուրեն։ Օրինակ ձակով է, չէ՞։ Մեսի ձակով է, տենում ես։
Մարտարկոդով 195 Էսը կտրում եք թե մեկը կտրեք, մեկը թոմնա վրա։ 19, 26 Ինքը համարներով զգացում է, չէ՞ ումն է, էլի։ Տերով է, էլի, համարներով։ Էս ինչ է։ Իվան դեպ Էվենները Ենտե գերեմ այն 433 Ոնց է սոփը։ Տեսնեմ տուրեր են, Ինչ է։ ինգից, կա քշերը երկուսին այդ ելը Ահագին բան է Ես կան վաղ ցած բանջեր է։ Ես կան վաղ ցած բանջեր է։ Ասում ահագին փրկեր են որ լսվերեն իրար քաշել Այս տամեն արդեն թաղ են, չէ՞։ Դրանք տալը գնաց քանդի։ Քանդեն։ Հոսանի Բայց այն խորերի մեջ ասում քիչ դե հոսանի։ Դե սերոջ դի փոսարվի։ Ոյսը գիտեմ ասա խորի մեջ են, բայց տանմիկ զիբիլին գտնում է։ Էնդե քանդասներ։ բդելի խորերի Գավ ջան, Էրիկա, բան ջան։ Դեցի արդեն թող։ Բան ջան, ցավս։ Դու դե նո,